Որտեղ ես որպես քաղաքագետ տեսնում եմ, որ եթե ինքը լավով չի գնում, խնդիրները առաջ են։ Իսկ այդ գոլոշին թողելու քաղաքականությունը չի աշխատում։ 21 թվականին ընտրություններ կազմակերպեց, թափալ, հրատապ, մենք էլ ասում ենք, պետք չի դրանց մասնակցել։ Ինչի համար էին ընտրությունները։ Գոլոշի թողելու։ Եղան ընտրությունները, ինքը վերանշանակվեց։ Գոլոշին մարեց երկրում։ Սաղ ընկավ իր տեղը, չէ, որովհետև այդ կոնֆլիկտը մեր ճգնաժամը, մեր դժգոհությունը քաղաքական չի։ Ես որպես հայ եմ ներմայնացած, ես որպես հայ չեմ կարող նորմալ քնել։ Ոնց որ հազարավոր լիքը մարդիկ, եւ ոչ միայն Հայաստանում, Սփյուռքի վիճակը նայեք։ Բարեկամներ ունեք, կան չեք հարցրեք, օրինակ ես եկել են երևի նոր տարվա։ Ոնց եք ձեզ զգում։ Գլուխներդ ինչ աստիճանի այլևս։ Հա, մի բան էլ չէր, որ քթներս ցցած են, բայց լավ չէր քթներս ցցած, քան այսօր այդ մարդիկ իրանց քաղաքներում, հատկապես որտեղ կա ադրբեջանական եւ թուրքական համայնք, գլխիկորեն մանալի, որ խուսափում են ամենաշարքային ադրբեջանցի վարորդի հետ աչքերով այ կոնտակտ ունենալ։ Այդ ճգնաժամը քաղաքական չի, չէ՞, սա այս ամեն ինչը թասիբի, ներվի, պատվի, արժանապատվության, եսի, զովաստղերքի, կորցրած Արցախի, այս դրա մասին է։ Չկա, տեսնես թասիբով տղերք են պատասխանում են ռուս լրագրողին, բլոգերին։ Ես այսօր գրեցի Սալավիովի հետ կապված, կրկնեմ այստեղ, ես ցածիկով կգնա իրան հարցազրույց կտայի, բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ցավոք, այսօր այդ հնարավորությունը չունեմ եւ շատ զարմացած եմ, որ ռուսական քարոզիչները, քաղաքական շրջանակները դասեր չեն քաղում իրենց սխալներից եւ անհաջող ձևակերպումներով, այսպես ասենք, բարբերաբար սնուցում են Հայաստանում ռուսաֆոբիայի բանը, կաթսա։ Լավ, Հայաստանում ռուսաֆոբիան դարձել է ստահակների վերջին հանգրվանը, սրիկաների, ինչպես հայտնի ասացվածքում ասան, վերափոխեմ այդ ասացվածքը։ Բայց դուք եք այդ ձեր բաներով սնում են, ինքը չեք հասկացել, որ սա վաստոք ձելը տոնկը է, ժողովուրդ, դա ձեր ասացվածքն է, բայց եթե ձելը տոնկը է, ի՞նչ եք այդպես տոնկի վերաբերում, եք հիմքեր տալի տարաբնույթ ճատպատաններին ռուսաֆոբիան եւ երկրորդը հայ-ռուսական հարաբերություններում պակասում է լուրջ ազնիվ բովանդակային սրտացավ զրույց։ Մեր դաշտի մի մասը ցավոք սրտի չափից ավելի սերա, մյուս մասն էլ վճարված ֆոբի եւ սերի արանքում բնականաբար կա ընկերություն, կա ռազմավարական դաշնակցություն, կա համատեղ պատմություն, մշակույթ, ապագա, անցյալ, ամեն ինչ կա։ Եվ այդ երկու բևեռների մեջ, մոլության եւ ատիացության մեջ կորում են հայ-ռուսական հարաբերությունների աղը, կորում է։ Իսկ այդտեղ այո առաջանում են մարդիկ, ովքեր ուզում են իրենց ձեռքերը տաքացնել։ Այդ մարդիկ դες թասիբով է քո ասացի պես, Էրդողանին բան ասել, Ալիևին պատասխանել։ Լավ, Ալիևից վախում եք, արդյոք նախարարին պատասխանել։ Այսինքն դուք այդտենց ընտրողաբար հայրենասիրություն է, այն ասում է 50 եվրո, բայց այն բանը մեջը չի, այդպես չկա, այդպես չի լինում քաղաքականության մեջ։ Շնորհակալություն։